Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 16 Եվ մինչև Արեգակի մայր մտնելը, նրա ձեռքերը հաստատուն մնացին, Ելից 17-րդ գլուխ 12-րդ խոսք։ Մովսեսի աղոթքն այնքան զորավոր էր, որ ամեն ինչ դրանից էր կախված։ Նրա բարեխոսությունն ավելի մեծ վնաս էր հասցնում թշնամուն, քան Հեսոյի կռվելը, այնուամենայնիվ երկուսն էլ անհրաժեշտ էին։ Այսպես էլ հոգևոր պատերազմի մեջ ուժն ու եռանդը, վճռականությունն ու նվիրվածությունը, քաջությունն ու անկոտրում կամքը պետք է միավորեն իրենց ուժերը, և դու պետք է պայքարես քո մեղքի դեմ։ Սակայն պայքարի առավել մեծ ու նշանակալի մասը պետք է ընթանա ներքին սենյակում, առանձնանալով Աստծո հետ։ Աղոթքը, ինչպես Մովսեսի դեպքում էր, Տիրոջը հիշեցնում է ուխտի մասին, իսկ գավազանը խորհրդանշում է այդ ուխտի շրջաններում Իսրայելի կառավարումն Աստծո և Մովսեսի կողմից։ Սովորիր, ով աղոթող սուրբ, մշտապես Աստծո առաջ ներկայանալ իր խոստումն ու երդումը բարձր պահած։ Տերը չի կարող հրաժարվել իր սեփական հայտարարություններից, վեր պահիր խոստման գավազանը, և նա կպատասխանի քո աղաչանքներին։ Ինչևէ, Մովսեսը հոգնեց, և այդ ժամանակ նրա ընկերները օգնեցին նրան։ Երբ էլ որ աղոթքդ թուլանա, թող հավատքը մի կողմից, Սուրբ Հույսն էլ մյուս կողմից բարձրացնեն քո ձեռքերը, և աղոթքը, որ նստած է մեր փրկության վեմի վրա, կդիմակայի և հաղթանակ կտանի։ Զգուշացիր, որ չթերանաս քո նվիրվածության մեջ։ Եթե Մովսեսին սպառնացել է այդ վտանգը, ապա ով կարող է խուսափել դրանից։ Շատ ավելի հեշտ է բացահայտ պայքարել մեղքի դեմ, քան ծածուկ աղոթել դրա դեմ։ Երբեք չի նշվում, որ Հեսուն տկարացավ կռվի մեջ, սակայն Մովսեսը թուլացավ աղոթքի մեջ։ Որքան հոգևոր է գործը, այնքան դժվար է մարմնի և արյան համար դրանում հարատևելը։ Եկեք ուրեմն կանչենք Տիրոջը, որ նա զորացնի մեզ, և խնդրենք, որ Աստծո Հոգին, որ հասնում է մեզ մեր տկարությունների մեջ, ինչպես Մովսեսին օգնեց, այնպես էլ մեզ կարողություն տա հաստատուն պահելու մեր ձեռքերը մինչև Արեգակի մայր մտնելը, մինչև մեր կյանքի երեկոյի ավարտը, մինչև կհասնենք այն փառավոր արևածագին և լուսով երկրին, որտեղ աղոթքը փոխվում է փառաբանության։